ինչպես ջուրն է հոսում ամենաքիչ դիմադրության ճանապարհով, նույն ձև էլ մեր հաջողությունն է հոսում ամենաքիչ դիմադրության ճանապարհով։ Շատ ուսումնասիրեցի հայկական շուկան եւ անցում կատարեցի Eco-Motors-ը հիմնելով։ 3-ից 5 տարի դուք բոլոր մեքենաների համար այդ երաշխիքային սպասարկումը անում եք։ Մենք արդեն երկրորդ ամսից 50 մեքենա ենք վաճառել, հենց երկրորդ ամսից։ Երևի առաջիններից էիր կամ առաջինը, ով նաև գերմանական էլեկտրոմոբիլներ սկսեց վաճառել։ Արագ-արագ ընդլայնվեցի, տարածվեցի ամբողջ Հայաստանով մեկ։ Իմ կարծիքով էլեկտրական մեքենաների մեծ թերությունը դա այդ խարիզմայի պակասն է։ Երևի տասնյակ բիզնեսներ եմ արել ու ահռելի մեծ գումարներ եմ կորցրել։ Գործարքի մեջ մտնելուց հետո նաև պետք է այդ գործարքից դուրս գալ ամեն անգամ քո սոցիալական կապիտալը ավելացրած։ Մեր առավելությունը ինչու՞մ է այդ մասով, որտեղ մենք անմիջապես ներմուծում ենք դրսից։ Ես օրինակ համաձայն չեմ այն երիտասարդների հետ, ովքեր 100 անգամ կարան նույն քայլը փորձեն։ Չէ, եթե դու 100 անգամ փորձում ես չի ստացվում, 100 անգամ դուրը ծեծում ես չեն բացում, այդ դուրը պետք չի 101 անգամ անել, էլի։ Շատ արագ դու պետքա քո քայլերի մեջ, այսպես ասած, փոփոխություն մտցնես։ Դու 2004 թվականին ապրելով Մարտունի Ծովինար գյուղում, չէ, եկել ես Երևան, այսպես ասած, հաջողություն որոնելու։